Պարոն Երիցյան, մենք հիմա ուղիղ եթերում ենք, ես ուզում եմ մի քրեական վարույթի մասին խոսենք, մասնավորապես քննչական կոմիտեում է քննվում վերոնշյալ քրեական վարույթը, խոսքը սև դիմակավորված համազգեստով անձիկ, որոնք Նիկոլ Փաշինյանի սպանության նախապատրաստության հետ կապված հայտարարություններ տարածեցին եւ նախաքննական մարմինը այդ հայտարարությունից անմիջապես հետո քրեական վարույթ նախաձեռնվեց, ինչի արդյունքում Արցախցի մի շարք մարդկանց բնակարաններ մտան խուզարկության եւ անգամ անց կար, որի նկատմամբ հայտարարվել է հետախուզում եւ պարզվել է, որ ինքը Արցախից է եւ Հայաստանի Հանրապետությունում չի գտնվում։ Խնդրում եմ նշեք ով է վերոնշյալ անձնավորությունը եւ ինչ է կատարում նրա ընտանիքի շուրջ եւ այլ արցախցիներ կա, որոնք այս քրեական վարույթի շրջանակներում իրավապահ մարմինների ուշադրության կենտրոնում հայտնվել են։ Այդ անձը արցախցի է, ում նմանեցումը պայմանավորված է միայն, այսինքն նրանք ըստ քննչական մարմնի կամ ըստ վարույթն իրականացնող մարմնի տեղեկությունների այդ նույնացումը պայմանավորված է բացառապես աչքերի նմանությամբ։ Այն դեպքում, երբ որ եթե ուսումնասիրում ես անգամ այդ հետախուզվող անձի լուսանկարը եւ այդ տեսանյութում արկա լուսանկարը, այնտեղ աչքերի գույնի ակնհայտ տարբերություն կա։ Ինչ վերաբերում է հետապնդումներին, հետապնդումները շատ ագրեսիվ բնույթ կրող հետապնդումներ են, մասնավորապես նրա բոլոր ազգականներին, բարեկամների եւ անգամ հարևանների տները խուզարկվել են, առավոտյան ժամը 6-7-ի սահմաններում ինտենսիվ քննչական գործողություններ են իրականացվել, երեխաները քնած վիճակում, բարեկամներից մեկը անգամ հղի վիճակում գտնվող կին էր, ով որ հղիության հետ կապված շատ լուրջ խնդիրների առնչվեց դրա հետ կապված, նրանց բերման ենթարկեցին, այլ գործողություններ կատարեցին, մինչև հիմա շարունակաբար կատարում են։ Անգամ այդ գործողությունները կատարվում են, անգամ այդ գործողությունները կատարում են ոչ միայն քրեաիրավական տեսանկյունից, այլ նաև խնդիրներ են ստեղծում, որոնք ես օրինակ պատահական համարել չեմ կարող։ Օրինակ այդ անձի մոր թոշայկը ստանալու այդ քարտը, բանկային քարտը, չգիտես ինչու արգելափակվել է։ Եվ դա կարող է վերացվել միայն այդ անձի ներկայանալուց հետո։ Այսինքն ստեղծում են արհեստական խնդիրներ, որպեսզի այդ անձը ներկայանա, արհեստական նրան նկատմամբ հետապնդում սկսեն եւ կանոնավորման գործողություն ձեռնարկեն նրա նկատմամբ։ Դուք կապ հաստատել եք, հայտնի դարձավ, որ նա Ռուսաստանի Դաշնությունում է։ Այո, ես կապ եմ հաստատել, ինքն է կապ հաստատել իմ հետ, ինքը ասում է, ես ընդհանրապես եւ որովից էլ այդ ամեն ինչի հետ կապ չունեմ։ Եվ ես որպես առհասարակ արցախցի, որպես հասարակական գործունեություն իրականացնող նաեւ անձ ոչ միայն փաստաբան, վստահեցնում եմ, որ այդ տեսանյութերը մարկա անձինք արցախցիներ չեն։ Կարծում եմ հանրության մոտ եւս ստեղծվել է ճիշտ տպավորություն, որ դա ոչ թե արցախցիներն, այլ ստեղծվել է ցանկացել են ստեղծել տպավորություն իբրև արցախցիներ, դա նույնն է իշխանության վկայակոչած հիբրիդային պատերազմի իրենց նախընտրելի ձևն է։